Գիտեք, YouTube-ում մի տեղ կա, որը երևի 1000 անգամ տեսել եք, բայց երբեք ուշադրություն չեք դարձրել։ Դե այսօր մենք հենց դա ենք անելու։ Կբացահայտենք, թե ոնց է այդ առաջին հայացքից աննշան թվացող հատվածը իրականում պատմում հարթակի ամենամեծ գաղտնիքների մասին։ Մի պահ մտածեք։ Դուք հավանաբար անհամար ժամեր եք անցկացրել YouTube-ում, չէ՞։ Բայց երբևէ հետաքրքրել ա, իսկ ինչ կա ամենաներჩևում, եթե էջը մինչև վերջ ոլորեք։ Այո, հենց սա եք գտնում։ Առաջին հայացքից ուղակի բառերի մի շարք։ Թվում է, թե սա երևի էջի ամենաձանձրալի մասն է, որի վրա ուշադրություն դարձնելն անիմաստ է։ Բայց կանգ առեք մի վայրկյան։ Իրականում այս բարդ թվացող ցանկը շատ ավելին է, քան կարող եք պատկերացնել։ Փաստացի սա ոչ ավել ոչ պակաս, ամբողջ YouTube-ի քարտեզն է։ Նրա գործունեության ամբողջական նախագիծը, որը թաքնված է բոլորի աչքի առաջ։ Լավ, եկեք սկսենք վերծանել այս քարտեզը։ Որպեսզի հասկանանք ցանկացած աշխարհ, նախ պետք է իմանանք, թե ովքեր են դրա հիմնական բնակիչները։ Ուրեմն, ովքեր են YouTube-ի գլխավոր դերակատարները։ Ուրեմն նայեք էջատակին։ Այն միանգամից մեզ ցույց է տալիս երկու հիմնական ուժ, որոնք կարելի է ասել ամբողջ համակարգի շարժիչն են։ Մի կողմից ստեղծողները, մարդիկ, ովքեր ստեղծում են այն ամենը, ինչ մենք սիրով դիտում ենք։ Մյուս կողմից գովազդատուները եւ մշակողները, այսինքն բիզնեսները, որոնք փող են ներդնում այս ամենի մեջ։ Սա հենց YouTube-ի տնտեսական սիրտն է։ Բովանդակությունը փոխանակվում է կապիտալի հետ ու անընդհատ։ Բայց այս պատմության մեջ մի շատ կարևոր, թերևս ամենակարևոր տառը բացակայում է։ Դա հենց դուք եք, հանդիսատեսը։ Հղումները, օրինակ, ինչպես է աշխատում YouTube-ը, կամ փորձարկել նոր հնարավորություններ, սրանք ուղղված են ձեզ։ Դուք այն արժեքավոր ուշադրությունն եք, որի համար պայքարում են թե ստեղծողները, թե գովազդատուները։ Առանց ձեր դիտումների, հավանումների ու մեկնաբանությունների այս ամբողջ հսկայական մեխանիզմը պարզապես կկանգնի։ Շատ լավ, ուրեմն մենք ունենք 3 հիմնական խաղացող՝ ստեղծողներ, բիզնեսներ եւ իհարկե մենք օգտատերերս։ Բայց ինչպես է YouTube-ը կարգավորում այս բոլորի հարաբերությունները, որպեսզի քաոս չառաջանա, որոնք են այսպես ասած խաղի կանոնները։ Դե հարցը առաջանում, ինչպես է YouTube-ը կառավարում այս հսկայական խաղը։ Պատասխանը կրկին թաքնված է հենց էջատակում, այնտեղ որտեղ սահմանված են հարթակի հիմնարար կանոնները։ Ամեն ինչի հիմքում պայմաններն են։ Սա ըստ էության պաշտոնական պայմանագիրն է։ Պայմանագիր YouTube-ի ու մեզնից յուրաքանչյուրի միջև։ Այն պահին, երբ դուք սկսում եք օգտվել YouTube-ից, դուք ըստ էության ստորագրում եք այս պայմանագրի տակ, ընդունելով խաղի կանոնները։ Հաջորդ շատ կարևոր կանոնը հեղինակային իրավունքն է։ Սա այն վահանն է, որը պաշտպանում է ստեղծողներին ու նրանց աշխատանքը։ Եթե սա չլիներ, ցանկացած մեկը կարող էր վերցնել ուրիշի տեսանյութը, ներկայացնել որպես իրենը, ու ստեղծագործելու ողջ իմաստը պարզապես կկորեր։ Եվ վերջապես, ունենք կանոնների մի ամբողջ խումբ, որը նվիրված է գաղտնիությանը, քաղաքականությանը եւ անվտանգությանը։ Սա YouTube-ի խոստումն է մեզ օգտատերերիս։ Խոստում, որ կպաշտպանեն մեր տվյալները, մեզ հեռու կպահեն վնասակար բովանդակությունից եւ կփորձեն հարթակը պահել որպես անվտանգ տարածք բոլորի համար։ Լավ, հիմա, երբ մենք արդեն ունենք բոլոր կտորները, դերակատարներն ու կանոնները, եկեք փորձենք հավաքել այս փազլը եւ տեսնենք, թե ինչ ընդհանուր պատկեր է ստացվում։ Ահա եւ ամբողջ պատկերը։ YouTube-ի գոյությունը ըստ էության մի մշտական հավասարակշռության պահպանում է այս 3 հաճախ հակասող ուժերի միջև։ Ստեղծողներն ուզում են արտահայտվելու ազատություն, գովազդատուները կանխատեսելի ու անվտանգ միջավայր իրենց բրենդների համար, իսկ դուք օգտատերերդ ուզում եք հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ անվտանգ բովանդակություն։ Եվ էջատակի յուրաքանչյուր հղում այս բարդ դիվանագիտական խաղի մի մասնիկն է։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ էջը ոլորեք մինչև վերջ, հիշեք, դա ուղղակի իրավաբանական տերմիններով լի ձանձրալի տեքստ չէ։ Դա YouTube-ի իրական առաքելության հայտարարությունն է։ Հայտարարություն մի հսկայական ու բարդ գործողության մասին, որի նպատակն է կառավարել իր տիեզերքի բոլոր բնակիչների շահերը։ Եվ իհարկե այս ամենի վերջում մենք տեսնում ենք Google-ի ստորագրությունը։ Սա մի փոքր, բայց կարևոր հիշեցում է, թե ով է այս ամբողջ բարդ աշխարհի սեփականատերն ու այսպես ասած ճարտարապետը։ Ու սա մեզ բերում է մի վերջին շատ հետաքրքիր հարցի։ Եթե YouTube-ի էջատակը նրա ռազմավարության քարտեզն է, ապա հաջորդ անգամ երբ լինեք Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում, մի ալարեք իջեք մինչև վերջ։ Ինչ են պատմում նրանց էջատակերն իրենց աշխարհների, իրենց դերակատարների եւ իրենց խաղի կանոնների մասին։